Բարև ձեզ հարգելի ընկերներ, զենք սիրողներ, զենքով հետաքրքրված մարդիկ, ես Արսենն եմ Հարությունյան, զենքի մեծ սիրահար, այսօր կներկայացնեմ իմ զենքերից մեկը, իտալական արտադրության Benelli MR1, շատ հրաշք զենք, թե իր արտաքին տեսքով, թե որակական հատկանիշներով, թե կալիբրով, ուրեմն այս զենքը արտադրողները համատեղել են զինվորական տեխնոլոգիաները քաղաքացիականի հետ, զենքը հիմնականում ծառայում է ինքնապաշտպանության, ծառայողական նպատակների համար, բայց ինչու՞ չէ նաև որսի մեջ բավական լավ դրսևորումներ ունի, ես անձամբ կիրառել եմ, ինչ յուրահատկություններ ունի, նախ իր չափերն են, արտաքին տեսքը, դե ինչպես տեսնում եք, ուսի հենակը, ինքը տարբեր չափսերի է, սա լրիվ ցալած վիճակում և մոտ այսքան բացվում է, շատ հարմար նստում է ուսին ու ինքը կիսաավտոմատ մեխանիզմով է աշխատում, կարելի ասել ընդհանրապես ադդաչա չունի, ադդաչան հայերեն հետ հարվածը, շատ փափուկ է կրակում և շատ քուչնի է խփում, 10 հատ կարող ես կրակել, 10-ն էլ նույն կետին, ու քանի որ ցնցում չունի, ադդաչա չունի, ինքը շատ վսակատոչնի ռուսերեն ասած, կրակային տեխնիկական հնարավորություններ ունի, օպտիկան շատ մեծ չեմ դրել, որ քաշը չծանրացնեմ, ինքը 8 անգամ եմ մոտեցնում, բայց որսի մեջ կիրառել եմ, բավարարել է, որսում եմ այսքան, խորհուրդ կտամ, մոռացա պահեստատուփի մասին խոսել, ինքը 5 հատանոցն է և այս կալիբրն է 223 Remington, շատ պրակտիկ, շատ լավ փամփուշտ է, թե գնային առումով, թե իր տեխնիկական հնարավորությունների առումով, ինքը բավականին մեծ հնարավորությունների վրա, բալիստիկ թռիչքը փամփուշտի բավականին լավ դրսևորումներ ունի, 500 մետրի վրա կամ 300 մետրի վրա գրեթե նույն բարձրությամբ է թռնում գնդակը։ Կարծում եմ այսքան խորհուրդ կտամ, ձեռք բերեք, ունեցեք մեզ հրաշք զենքից։ Իսկ հիմա սիրելի ընկերներ, գնանք փորձենք թիրախ կրակենք, մի քանի փամփուշտ, տեսնենք ոնց է իրան արդարացնում այս հրաշքը։ Այժմ տեղադրենք մեր Benelli-ն, ջերմատեսիլով կարգավորելու և արդյունքները հասկանալու համար։ Տեղավորվում է 5 փամփուշտ, այժմ տեղադրենք ջերմատեսիլ սարքը, ու հետո փորձենք կրակել։ Այժմ փորձենք ջերմատեսիլով տարբերակը, մեր Benelli-ով, կարգավորումները ավարտեցինք, հիմա անցնենք կրակելուն։ Մի փոքր վերև գնաց։ Երկրորդ կրակոցին անցնենք։ Երրորդ կրակոցը։ Կպել ենք։ Չորրորդ կրակոցը։ Մի փոքր ձախ ներքև և վերջինը 5-րդ կրակոցը ներքևի եզրագծին։ Երևի թե ջերմատեսիլի որակից է, որ մի փոքր շեղումներ է ունենում, այս ջերմատեսիլը այդքան էլ լավը չի, բայց ընդհանուր առմամբ արդյունքներից գոհ եմ։
Հիմա փորձենք դիստանցիա կրակենք 300 մետր, 400, 500 մետր։ Պապարանի, կպար։ 400-ը իշկա կողքը։ Ոցում։ Հիմա 600-ը որն է 600-ը։ Մի հատ ճամպից աչ, մի հատ ծախ։ Ահա։ Ճամպից ծախին եմ կրակ։ Okay։ Մի հատ նայ կարողա դաժե ես աչը կարող քեզի հարմարել։ Ճամպից ծախ։ Okay։ Լսած։ Հա։ Կամարի մեջի ծախին ես։ Ներքևի թումբը որ կա։ Հա։ Տակ երկու հատ սպիտակ կա։ Հետ երկուսի ծախ սպիտակին։ Ահա։ Ձախի մարդու նման որ կա։ Հա։ Դրան։ Ուղի մեջտեղը։ Հարգելի ընկերներ, այս զենքի մասին այսքանը, զինվեք և եղեք պատրաստ։